Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր քաղցած այցելել ենք լրագրող հաղորդավար Անուշ Խաչատրյանին, ով նաև հրաշալի պատրաստում է, փորձենք հասկանալ այսօր ինչ է մեզ սպասվում խոհանոցում եւ դրա տարածքից դուրս։ Բարև ձեզ, Անուշ։ Բարև ձեզ, համեցեք։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ ողջունել ձեզ մեր տանը, խնդրեմ, համեցեք։ Ինչպես եք, օրը ինչպես է սկսվել տրամադրությունը, ինչպես է։ Շատ լավ։ Հիանալի։ Լիարժեք արթնացել եք, արդեն պատրաստ եք մեզ դիմավորելու, ինչպես հասկանում եմ։ Դե, սկսենք ամենասկզբից։ Ինչով եք զբաղվում, Անուշ, ինչ գործունեություն եք այս պահին ծավալում։ Առավոտ լուսո ծրագրի շրջանակներում աշխատում եմ որպես լրագրող, նաև հաղորդավար խոհանոցային բաժնում։ Այսօր հատկապես դա մեզ կօգնի, կարծում եմ, ձեր փորձառությունը։ Իմ հոբին է խոհանոցը, ու մենք այդպես ամեն առավոտ գրեթե, եթե նկարահանման չեմ շտապում դեպի մարզեր, ուրեմն ես ուղիղ եթերում որևէ բաղադրատոմս եմ պատրաստում։ Գանք ամենասկզբից, քանի տարի է, որ դուք լրագրության մեջ եք եւ որ ոլորտներ սկզբում ձերը հետո փոխվեց ոլորտը կարծես թե։ Շատ վաղուց 23 տարի առաջ մոտավորապես սկսեցի հիմնականում ամենամեծ հաղորդումը, որ սկսեցի վարել, դա Հայ TV հեռուստաընկերության վերնիսաժ ծրագիրն էր, որը հանրահայտ մարդկանց մասին էր եւ ամեն անգամ մի նոր դերասան, երգիչ, տարբեր ոլորտի հայտնի մարդկանց հետ պատրաստում էինք հաղորդում եւ նկարում էինք նաեւ նրանց օրինակ դասընկերներ, ուսուցիչներ եւ մի մեծ այսպես գեղեցիկ ֆիլմ էր ստացվում ամբողջ կյանքի մասին։ Կյանք, գործունեություն եւ ինձ համար շատ մեծ փորձ էր դա, որովհետեւ նկարահանել ենք Օհան Դուրյանի, Գոհար Գասպարյանի, Խորեն Աբրահամյանի մասին հաղորդումներ եւ ամեն մեկի հետ շփումը շատ մեծ խորը հետք է թողել ինձ վրա եւ այդ հաղորդումից հետո արդեն մեկնեցի երկրից, կիսատ թողեցինք գործունեությունը եւ հետո արդեն վերադարձա Հայաստան ու առաջին ալիքով արդեն սկսեցի Առավոտ լուսո ծրագրում տարբեր տեսանյութեր պատրաստել, վարում էի սկզբում մանկական հատվածը Առավոտ լուսոյի, տարբեր այդպես մայրիկների, հոգեբանների հետ տարբեր թեմաներով էինք խոսում եւ հետո արդեն տեսանյութեր Առավոտ լուսո ծրագրում շատ տարբեր ֆորմատներով, սկսած հայրենադարձներից, կամավորներից, կենդանասերներից շատ տարբեր մարդկանց մասին տեսանյութեր ենք պատրաստել, իսկ հիմա ավելի շատ գնում ենք մարզեր, նկարում ենք գյուղերի, քաղաքների մասին, տեսարժան վայրերի, բացահայտում ենք ավանդույթները հայկական, հին մոռացված, որոնք որ վերհանել են, շատ յուրօրինակ մարդկանց են գտնում, ովքեր այնպիսի ավանդույթներ են
վերհանել ու սկսել են նորից զարգացնել, սովորեցնել փոքրերին, որ ուղղակի փշաքաղվում ես, ուրախանում ես, ոգևորվում ես, որ հիմա այդ ավանդույթները շարունակող կա եւ հայկական այդպես գիծը տարվում է առաջ։ Եթե խնդրեմ մի քանի օրինակ կբերեք կոնկրետ այդ վերականգնված ավանդույթների, որովհետեւ վստահ եմ, որ մեզ հետևող մարդկանց շատ է դա հետաքրքրում։ Օրինակ դդմարվեստ կա, դա կիրառական արվեստի մի ճյուղ է, եւ Հերիքնազը սկսել է կուրմա դդումներ պատրաստել, եւ կուրմա դդումից պատրաստում է տարբեր տեսակի իրեր։ Օրինակ ով է Հերիքնազը, բայց մեկ վարքյան հասկանանք ով է Հերիքնազը։ Հերիքնազ Խաչիկյանը ինքը հենց արվեստաբան է։ Ահա։ Եվ եթե չեմ սխալվում արվեստաբան է, կիրառական արվեստի մասնագետ է եւ ինքը պատրաստում է հիմա նմանատիպ դդումից պատրաստում է այսպիսի իրեր։ Ես մի փոքր եթե Խոհանոցում երբ որ լինենք դուք արդեն կանդադառնանք եւ կտեսնեք ինչ հետաքրքիր կիրառական այդպես տարբեր տեսակի բաներ է պատրաստում եւ ինքը վերականգնել է այդ ավանդույթը ոչ ոք մինչ այդ չէր պատրաստում իսկ հիմա ինքը սովորեցնում է արդեն եւ բոլորը սկսում են պատրաստել արդեն դդմարվեստ այդպես էր կոչվում ճիշտ է այո շատ հետաքրքիր է վստահ եմ կարելի է ուսումնասիրել հետաքրքիր բաներ գտնել այնտեղ լրագրություն եւ հաղորդավարություն թվում է թե որ դրանք իրար կապված մասնագիտություններ են բայց երևի թե շատ տարբեր են չէ իրարից լրիվ այլ բան է լինել տեսախցիկի առաջ լրիվ այլ բան է հավաքագրել այդ նյութերը որն է ձեզ ավելի հոգեհարազատ որովհետև երկուսով էլ զբաղվել եք եւ զբաղվում եք մինչեւ այսօր։ Չեմ կարող ասել որ մեկը, որովհետև օրինակ տեսանյութերը երբ ես պատրաստում եմ, ես ահավոր ոգևորվում եմ, երբ լավ է ստացվում եւ մարդիկ շատ գոհ են լինում, ոգևորվում են այդ մարդկանց հատկապես եթե օրինակ սկսում են ճանաչել եւ օրինակ որևէ բան պատրաստում ես ու մարդիկ ասում են որ այ սկսեցին ճանաչել, սկսեցին պատվիրել, սկսեցին հասկանալ, գալ սովորել եւ այլն ոգևորում է ինձ շատ, որովհետև իմ նպատակն է նաև դա ոչ թե ուղղակի տեսանյութ պատրաստելը։ Մերը մի քիչ տարբերվում է լրատվական սովորական տեսանյութերից, մի քիչ այլ է, մի քիչ ավելի գեղարվեստական մոտեցում է ցուցաբերվում, այդպես։ Իսկ հաղորդավարությունը ուղիղ եթերում հատկապես հիմա որ վարում եմ խոհանոցային հատվածը Առավոտ լուսոյի, անկեղծ ասած շատ ադրենալին է, այսպես արտադրվում եւ ոգևորվում ես ամեն անգամ իհարկե շատ բարդ է, պատասխանատվությունը շատ մեծ է, բայց շատ ոգևորիչ է ինձ համար, երբ մարդիկ դրանից ասում են այնպես էս պատրաստում, մենք էլ ենք ուզում վեր կենանք, սկսենք պատրաստել, դա ինձ շատ է ոգևորում անկեղծ ասած, եւ դա էլ հավասարաչափ ինձ դուր է գալիս ու ես զգում եմ ինձ ինչպես ձուկը ջրում։ Անուշ ձեր արմատները Երևանից են, թե կա ինչ-որ մի վայր, որտեղից սկսում է եւ հենց դա էլ ձեզ ստիպել է, որպեսզի գնաք, ուսումնասիրեք հին հայկական ավանդույթները, թե որոշել եք դուք ուղղակի բացահայտել եւ դա դարձել է արդեն աշխատանք նաեւ։ Ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Երևանում, բայց իմ ամառային արձակուրդները միշտ անցկացրել եմ տատիկիս տանը։ Իմ մայրը հայրը Տավուշի մարզի Բերդ քաղաքից են։ Եվ մենք միշտ ամառային արձակուրդներն անցկացրել եմ այնտեղ եւ Տավուշը շատ հարազատ է ինձ համար։ Ու այնպես է որ չգիտեմ դա դրա այդ կապ ունի թե ոչ, բայց հիմա շատ եմ դեպի գյուղեր ինձ օրինակ շատ հոգեհարազատ է գնալ, մարդկանց հետ շփվել, մի տեսակ երևի անկեղծությունը պակասում է եւ այնտեղ դեռ կա, շատ կա։ Եվ երբ գնում եմ այդ դրական դիցքերը շատ այսպես հավաքում եմ, կուտակում եմ ու լիցքավորված գալիս եմ այստեղ։ Լավ, այդ ամենի մասին մի փոքր հետո անդրադառնանք այսօրվան։ Ինչ եք մեզ համար պատրաստելու։ Այսօր պատրաստելու եմ ուտեստներ, որոնք եւ իմ տանն եմ շատ հաճախ պատրաստում, իմ հյուրերը հավանում են, վստահ եմ դուք էլ կհավանեք, եւ ուղիղ եթերում պատրաստել եմ եւ հավանել են նաեւ իմ գործընկերները։ Ու շատ արագ է պատրաստվում։ Մի քանի աղցան եւ նախուտեստ։ Մի քանի նույնիսկ։ Աղցան, այո, երկու տեսակի աղցան կպատրաստենք, հուսամ կհասցնենք, նախուտեստ եւ մի ուտեստ իր խավարտով։
գնումներ է պետք կատարել։ Այո։ Ես առաջարկում եմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, գնանք գնումներ կատարելու, այնուհետև վերադառնանք եւ հասկանանք ինչպես եք խոհանոցում դուք զարմացնելու մեզ, որովհետեւ վստահ եմ, որ զարմանալու ենք, բայց մինչ այդ ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Այսքանը մեր մասին, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր բակում։ Գնացինք։ Շնորհակալություն։ Վերջ ուղիղ եթերը ավարտվեց, էլ լարվելու բան չկա, ադրենալինի կարիք չկա, բայց ամեն դեպքում էս էլա, չէ, ադրենալին ինչքան էլ ուղիղ եթեր չի, բայց մեկ ադրենալին կա, չէ, իրան։ Տեսախցիկը միանում է դառնում ես ուրիշ մարդ, լրիվ, չէ։ Ինչքան էլ որ երբեմն տենց հյուրերը մեր որ գնում ենք նկարել, ասում են լարվում ենք, ասում եմ 20 տարուց ավել այս ասպարեզում ես, բայց միևնույնն է լարվածություն լինում է, բնական։ Որովհետև այն ինչ արձանագրվեց, էլ չի լինելու փոխել։ Գնանք։ Գնացինք։ Անուշ, մենք արդեն ձեր բակում ենք գտնվում, սա ամենահին թաղամասերից մեկն է, եթե դեմ չեք հնչեցնենք, որտեղ են գտնվում։ Հանրապետության փողոցի վրա են գտնվում, նախկինում Ալավերդյան, եւ սա ամենաերևանյան հատվածն է ամենայն դեպս ինձ համար, բայց տեսնում եմ, որ շենքի հակառակ կողմում բազմաթիվ փոփոխություններ են արվել եւ նայելով ձեր պատուհանին, հիմա կարծում եմ Դավիթը կմոտեցնի եւ կտեսնեն մեզ հետեւող մարդիկ, թե որ հատվածի մասին է խոսքը, գրեթե առանձնացված չեն իրարից։ Մտերիմ եք հարևանների հետ եւ նաեւ տեսնում եմ, որ վերամբարձ կռունկիկ կա տեղադրված, օգտվում եք նաեւ դրանից։ Միանշանակ, դա շատ ուրախալի փաստ է իհարկե, որ այդքան լավ հարևաններ ունեմ եւ մեր դռները բաց են, մենք միասին այսպես պատշգամբներով ենք շփվում, բայց նույնիսկ երբ որ ես ծանր գալիս եմ խանութից, միշտ ասում են անպայման իջացնում են եւ բարձրացնում են հարևանները, ինձ օգնում են շատ հաճախ, նույնիսկ երբեմն էլ զայրանում են, ասում են ինչի՞ չես ասել։ Հազվագյուտ երևույթ է իհարկե, որ հարևանների հետ այդպիսի մտերմություն կա, դուք շատ եք շրջում, կփաստեք երևի թե որ գյուղերում է դա ավելի շատ տարածված, բայց շատ ողջունելի է։ Թակելու գնաս։ Նաև ձեզ մոտ է այդպես։ Այո, մեզ մոտ է այդպես նաև, ու շատերը զարմանում են, կարող է խոհանոցում օրինակ նստած լինես ու պատշգամբից հարևանը գա, երբեմն վախենում են մարդիկ, թե այս ոնց եկավ այդտեղից, բայց մեզ համար շատ հաճելի է, անկեղծ ասած։ Դուք մեքենա վարում եք թե ոչ։ Մեքենա դեռ չունեմ, բայց վարորդական իրավունք ստացել եմ եւ շուտով կվարեմ։ Այսինքն մենք հիմա պետք է գնանք գնումներ կատարելու մեր մեքենայով, բայց մենք կանգնեցրել ենք մեքենան փողոցի կողմում, այնպես որ կխնդրեմ հիմա տեղափոխվենք փողոցի հատված, նստենք մեքենայի մեջ եւ նկարահանումները շարունակենք այնտեղ։ Շնորհակալություն։ Իրականում չեմ կարող այս հարցը չտալ, որովհետև սա ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է։ Վերջին շրջանում հատկապես կենտրոնի բնակիչները վաճառում են իրենց բնակարանները եւ տեղափոխվում են արվարձանային հատվածներ, դուք հակառակ որոշումն եք կայացրել։ Հիմա չեք փոշմանում ձեր որոշման համար, որովհետև խցանումներ ու մնացածին դուք ինքներդ ավելի լավ եք ծանոթ։ Այ դրա համար էլ մեքենա դեռ չեմ գնել։ Արդեն քանի տարի է ունեմ վարորդական իրավունք, բայց մի տեսակ անհրաժեշտություն չի լինում ու այդ խցանումները իհարկե շատ են խանգարում, բայց ես սիրում եմ ոտքով քայլել եւ հիմնականում եթե կենտրոնում եմ, ապա քայլում եմ ոտքով, եթե նկարահանման եմ, հիմնականում լինում եմ քաղաքից դուրս։ Փորձում եմ, հիմնականում ինձ չի խանգարում, պատկերացրեք, բայց մտքովս չի անցնում առայժմ գնալ հեռու ապրել, որովհետև այստեղ ամեն ինչը հոգեհարազատ է, սովորել եմ երևի թե երեխաներս էլ են շատ սիրում, իրենց շրջապատը, ընկերները, դրա համար առայժմ չեմ մտածում, բայց շատ մարդիկ կան, ճիշտն ասած, հարևաններից էլ կան, որ այո, թողնում են, գնում են հեռու։ Բակային հատվածում նաև կային որոշակի խնդիրներ հատկապես ավտոկայանատեղի հետ կապված եւ դուք արդեն պետք է մտածեք այդ ամենի մասին, թե որտեղ է մեքենան հանգրվանելու ի վերջո։ Անուշ, մենք մշտապես հաղորդման այս հատվածում մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ես շատ կուզեի մարդիկ մի քիչ ավելի հանդուրժող լինեին։
մի քիչ ավելի սեր ու բարություն իրենց մեջ լիներ, որ յուրաքանչյուրը մի փոքրիկ երբ դիմացինին տար, հաստատ շատ բան կփոխվեր մնացածի կյանքում նաև։ Եվ կուզեի ընդհանրապես յուրաքանչյուրն իր քաղաքին, իր գյուղին, իր բնակավայրին վերաբերվի ինչպես իր տանը, ինչպես ինքը կվարվեր իր տանը, այդպես է լինի փողոցում, ամենտեղ եւ այդ դեպքում ինձ թվում է մի քիչ ավելի բոլորը եւ լավը կդառնան եւ մեր հայրենիքն ավելի կծաղկի։ Դուք հատկապես լինելով ավելի շատ, քան մենք օրինակ, շփվում եք գյուղում բնակվող մարդկանց հետ, մարզերում բնակվող մարդկանց հետ, կնշեք այն տարբերությունը եւ առավելությունները, որոնք կան գյուղում, չհաշված իհարկե մաքուր օդը եւ առողջ ծնունդը։ Մարդկային փոխհարաբերությունների մասին է խոսքս։ Ազնիվ, անկեղծ փոխհարաբերություններ են։ Եվ որքան հեռու ես գնում, Վահան, հետաքրքիրը հենց դա է, որքան հեռու ես գնում հեռու գյուղ, այդքան Երևանից, այդքան ավելի մարդիկ ջերմ են, պարզ են, ազնիվ են, նույնիսկ չեն նկատում տեսախցիկը, իսկ չգիտեմ, այդ ժամանակ, երբ որ դու նկարում ես ու իրենց հետ շփվում ես, գալիս ես մի տեսակ այստեղ արդեն շատ այդ կոնտրաստը շատ է լինում եւ տարբերությունը ակնհայտ է։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված, Անուշ, որ մարզերի բնակիչները ավելի հանգիստ են, ավելի ազնիվ են։ Իրենք իրենց կյանքով ապրում են։ Առավոտից երեկո մտածում են իրենց աշխատանքի մասին, իրենք չեն մտածում, ձևականություն չունեն։ Ոչ մեկին ոչինչ ապացուցելու չունեն։ Ամեն մեկն իր հալալ քրտինքով, ինչպես ասում են, իր գործն է անում։ Հստակ իմանալով, առավոտյան արթնանում է, ուր պիտի գնա, ինչ պիտի անի, իր հողագործությունը, անասնապահությունը եւ ի վերջո երեկոյան ժամը 9-ին արդեն քուն մտնի, որպեսզի հաջորդ օրը նորից սկսի նույն ձևով։ Ինձ թվում է դա է, որ իրանք ապրում են շատ անկեղծ ազնիվ կյանք, առանց մեկը մյուսին ցուցադրելու այսպես ցանկության։ Եթե ձեզ հնարավորություն ընձեռնվի կամ ունենաք այդպիսի ցանկություն, կթողնեք ամեն բան, քաղաքի կյանքը եւ որևէ գյուղում կհանգրվանեք։ Անկեղծ ասեմ, հիմա Լոռու եւ Տավուշի մարզում հատկապես նկարահանումների ժամանակ ամեն անգամ ասում եմ, այ ես գյուղում կցանկանամ տուն գնել, այ ես ամեն անգամ նոր գյուղ է ձեզ համար բացահայտվում։ Այո, իսկապես շատ եմ սիրում մեր գյուղերը ու ինձ համար էլ է բացահայտում։ Ես այդքան շատ Տավուշի մարզում եմ շատ շրջել, երբ փոքր էի, բայց հիմա ինձ համար բացահայտում է ամեն մի նոր գյուղ գնալը, նկարելը, ֆանտաստիկ գյուղեր ունենք, ֆանտաստիկ, որտեղ իսկապես ուզում ես ապրել առավոտից երեկո, ուղղակի այնտեղ շփվես մարդկանց հետ, գուցե ասում են կձանձրանաս, բայց ինձ թվում է ես չեմ ձանձրանա, չգիտեմ, ինչ որ մի բան հաստատ կգտնեմ անելու, բայց շատ եմ մտածում, երբեմն նույնիսկ այդպես փոքրիկ հյուրատնային ինչ որ բիզնես ունենամ, թեկուզ, եւ մարդկանց, քանի որ շատ սիրում եմ հյուրասիրել նաեւ, մտքովս արդեն անցնում է նման բան, որ այնտեղ հանգիստ ապրեմ ու նաեւ հյուրեր ընդունեմ։ Շնորհակալություն Անուշ ծավալուն պատասխանի համար, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութի դիմաց։ Կենտրոնում երկար պտույտներ գործելուց հետո ի վերջո կրկին կանգ առանք Հանրապետության փողոցում, մեզ համար շատ հարազատ դարձած արդեն խանութի դիմաց, ժամանակն է գնումներ կատարելու, ինչ է անհրաժեշտ մեզ, Անուշ։ Մենք պետք է գնենք կարմիր պղպեղ եւ լավաշ։ Մնացածը դուք արդեն գնել եք, պատրաստել եք։ Այո։ Դե գնանք, տեսնենք դուք նաեւ որպես խոհարար ինչին եք նախապատվությունը տալիս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Այս այն մշտական խանութն է, որ պարտադիր միշտ այցելում եմ լավաշ գնելու համար հատկապես։ Շատ լավ։ Որքան է անհրաժեշտ մեզ կարմիր պղպեղ։ 5-6 հատ։ 5-6 հատ կարմիր պղպեղ եւ լավաշ նույն տրամաբանությամբ։ Լավաշը 3 հատ կարող ենք։ 3 հատ։ Գյուղական մթերքներին շատ եք դուք նաեւ նախապատվությունը տալիս թե ոչ։ Այո, անպայման։ Էկո սննդին, ինչպես ասում են։ Իհարկե, երբ այնտեղ փորձում ես մաքուր սնունդը, հետո դժվար է գալ այստեղ։ Սկսած պանից, չգիտեմ, վերջացած բանջարեղենից։ Իդեպ ամեն անգամ երբ գյուղ ենք այցելում, անպայման իրենց այսպես հյուրասիրությամբ, իհարկե առատաձեռնությամբ տարբերվում են, պարտադիր իրենց մթերքը տալիս են, մեզ հյուրասիրում են եւ մի բան էլ տոպրակներում դրված ուղարկում են։
Լավ գործ է իրականում, ձեր գործը Անուշ։ Շատ։ Վերջ, Այո։ ավարտվեց մեր գնումների ընթացքը։ Եվ Հասմիկ ջան, լավաշ էլ 3 հատ տակ։ Խնդրում եմ դրեք կշերքին, որպեսզի հասկանանք որքան է կազմելու գումարը։ Հասմիկը կասի։ Տակ է։ Նույնիսկ տաք է լավաշը։ Հրաշալի։ 1650 պղպեղը։ Անուշ, խնդրում եմ չշտապել, որովհետև 820 լավաշը։ ընդհանուր իրար հետ 2470 դրամ է կազմում եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն հաղորդման շրջանակներում։ Թույլ տվեք ես վճարեմ, որովհետև ամեն դեպքում դուք իմ հյուրն եք, ես կցանկանայի, որ ամբողջությամբ ես հյուրասիրեմ ձեզ։ Շատ բարի, մենք համաձայն ենք ձեր առաջարկին, շնորհակալություն ձեզ մեզ հյուրասիրելու համար։ Մենք արդեն ձեզ սպասում ենք ձեր խոհանոցում։ Լավ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Անուշ, սուրճի սիրահար եք։ Այո, սիրում եմ սուրճ։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Անուշ, սա արդեն ձեզ քաչ հայտնի ոլորտ է։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ, սիրով նվիրում ենք։ Իդեպ մենք անպայման այսօր կօգտագործենք Մառանիկի բրինձը։ Ընտիր։ Հասանք խոհանոց։ Այո։ Վերջին անգամ չեմ հիշում, երբ է ամեն բան այսքան իդեալական եղել, բայց ձեզ մոտ դա ստացվեց։ Տպավորություն է, որ ուղիղ եթերում ենք եւ մենք ենք ձեր հյուրը, ոչ թե դուք մեր։ Եվ այսպես, ինչ է անհրաժեշտ եւ որը որ ուտեստի համար է, ես արագ փորձեմ թվարկել։ Բազիլիկ, ծիթապտուղ, սունկ, ֆետա պանիր, դեղին պանիր, լոռի հավանաբար, ճիշտ է։ Սա դեղին ֆենդել։ Ֆենդել։ Անհրաժեշտ է բրինձ, հավի համար համեմունք, մի շարք բանջարեղեն, ձեթ, մյուս կողմում արդեն հավի նախապես պատրաստված միս, տավարի միս, ներողություն, ձիթապտուղ, քամած մածուն եւ սերուցքային պանիր։ Կրեմ պանիր։ Ինչպես նաեւ այստեղ կա շաֆրան, շատ հետաքրքիր է։ Ինչից ենք սկսում եւ ինչի համար է շաֆրանը, որ ուտեստի համար է սա։ Սա ուտեստի համար չէ, սա թեյ պատրաստելու համար է։ Ձեզ համար հիմա թուրմ կպատրաստեմ, այս զաֆրանը բերել եմ Սարի գյուղից։ Այսինքն Հայաստանում Գիտեք Իջևանի Սարիգյուղ գյուղը, այո։ Եվ այնտեղ Անուշ Ամիրխանյանը, ով հայրենադարձվել է Եվրոպայից, եկել է եւ այստեղ դաշտեր է հիմնել զաֆրանի ու շատ որակյալ զաֆրան է արտադրում ու արտահանում է եւ այստեղ վաճառում եւ արտահանում է։ Մի քանի հատիկը շատ յուրահատուկ եւ առողջության համար է շատ լավ իհարկե ազդում եւ հիանալի համ ունի։ Ես զարմացած եմ, որովհետեւ չգիտեի, որ Հայաստանում աճում է այդ տեսակը։ Մենք այստեղ
միանգամից թուրմը պատրաստենք զաֆրանի եւ հետո անցնենք ուտեստին։ Մեկ բաժակի համար ասում է թե 3 թերթիկը բավական է, բայց մենք մի քիչ առատ այսօր կօգտագործենք։ Հյուրեր են եկել ամեն դեպքում մի փոքր առատաձեռն են։ Այո, ինչպես ասում են, ոսկե համեմունք են անվանում զաֆրանը։ Այսքանը։ Մենք այսօր վստահաբար շատ ենք խոսելու գյուղի մասին եւ գյուղական թեմայի մասին, բայց մինչ այդ ես կխնդրեմ, որպեսզի դուք ինձ տաք հանձնարարություն, որովհետեւ ես էլ եմ ցանկանում ձեզ հետ ինչ-որ բան պատրաստել։ Այո, դուք կարող եք կտրել ձիթապտուղը, լոլիկը, չերի եւ ֆետա պանիրը։ Մենք կպատրաստենք։ Ինչ կերպով եմ կտրատելու, սա ուղղակի էսպես, թե էսպես։ Այո, այդպես։ Էսպես։ Երկու մասի բավական է։ Չէ, մանր, պետք է մանր։ Այո, մանր կտրտեք շրջանակներով եւ լոլիկը կտրեք 4 մասի բաժանեք։ Բարի։ Մենք կպատրաստենք վենետիկյան նավակներ, այսպես ասած, աղցան, որը լցոնելու ենք կարմիր պղպեղի կամ տարբեր գույների պղպեղի մեջ եւ գեղեցիկ մատուցենք։ Իսկ ես կպատրաստեմ հիմա ուտեստ տավարի մսով, որը նախապես արդեն միսը համեմել եմ, որովհետև 1 օր առաջ պետք է համեմենք ուրեմն քացախով, բալզամիկ քացախով, աղսև պղպեղ եւ երկու կողմից այսպես տապակել եմ, որպեսզի մենք հասցնենք եւ Կխնդրեմ նաև ձեր պատրաստած ուտեստների համար մտածել անուններ, որովհետև վերջում համտեսելուց մենք պետք է անվարակոչենք շատ լավների դեպ վենետիկյան նավակները, շարունակենք, հետո վերջում արդեն մի քանի ուտեստ է լինելու, մի քանի անուն կհնչեցնեք։ Անկեղծ ասած, այդ անունների հետ կապված հիմա այս բաղադրատոմսը ես ինձ տվել է Լիլիթ Համլետովնան, մեր իմ աղջկա ուսուցչուհին, իրենց տանը փորձեցինք, հավանեցի եւ հիմա մենք այդպես ենք միշտ ասում Լիլիթ Համլետովնայի պատրաստած ուտեստը, այսպես ասած, դրա համար չգիտեմ, չեք հանդգնի անուն փոխել։ Գուցե անունով, բայց տոնական սեղանի համար շատ հարմար է։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները այս բաղադրատոմսը կօգտագործեն։ Գուցե ինչ-որ ձևով մի քիչ ավել պակաս բաղադրիչներով իրենք էլ պատրաստում են, բայց այսպես չգիտեմ, շատ սիրում եմ եւ հյուրերն էլ մեր շատ հավանում են։ Իրականում ես մտածում եի, որ մենք այսօր կպատրաստենք ինչ-որ հայկական գյուղական ուտեստ, տիպիկ հայկական համեմունքներով, բայց կարծես թե շեղվել ենք։ Այո։ Ձեր ամենասիրելի հայկական ուտեստը եւ միգուցե նաեւ այն ուտեստը, որը մենք չենք փորձել, բայց դուք գյուղերում լինելով հնարավորություն եք ունեցել համտեսելու, ո՞րն է կնշեք, Անուշ։ Ես սիրում եմ թփով տոլմա շատ։ Ընդհանրապես կամակոր չեմ, ամեն տեսակի ուտեստ սիրում եմ, բայց ինչ եմ փորձել, որ ինձ զարմացրել է, վերջերս թոնրում գարան միս էին պատրաստում, այդպես Լեռնանիստ գյուղում էինք, հատուկ պատրաստել էին աման, միայն հայերը չէ կարող են այդպես պատրաստել ուտեստին հարմար որևէ ինքնաշեն գործիք, որը հարմար կտեղադրվեր թոնրում։ Ուրեմն այսպես խողովակի վրա փոքրիկ շամփուրներ էր, ներքևում ամանն էր թասը, որի մեջ հաճար էր լցված եւ պատկերացրեք այդ միսը իր յուղ ամբողջությամբ գնացել էր կարտոֆիլի եւ հաճարի վրա շատ եւ այդպես թոնրում էին դրել, շատ հետաքրքիր, ասում են, որ Լեռնանիստում շատ հաճախ պատրաստում էին գարան միսը այդ ձևով։ Ինձ թվում է շատ էլ տարբեր մարզերում էլ այդ ձևով պատրաստում են միս։ Ծանոթ ուտեստեր իհարկե, բայց ես կխնդրեի դուք նշեք, եթե կա իհարկե այդպիսին, մի բան, որը մենք չենք փորձել եւ լայն տարածում չունի մեզանում։ Կա այդպիսի։ Չկա։ Ճիշտն ասած, ամեն մարզում գրեթե ճաշատեսակները նույնն են։ Ուղղակի մի քիչ ավել, մի քիչ պակաս բաղադրիչներով։ Օրինակ մենք ավելուկով ճաշ պատրաստեցինք Լեռնանիստում ոսպով եւ բլղուրով։ Բայց Տավուշի մարզում օրինակ պատրաստում են ուղղակի այդպես ավելուկը կարտոֆիլով գուցե միայն, բայց տեղեր կան, որ լոբի են ավելացնում։ Մեզ բախտ վիճակվել է իրականում փորձել այդպիսի ուտեստ, մեզ համար պատրաստել էր դա Գայա Մանուկյանը, շատ համեղ է ստացվել եւ մասուր էր նաեւ ավելանում այդտեղ, շատ հետաքրքիր համ էր բացում։ Կխնդրեմ նշել բոլոր այն գործողությունները, որոնք դուք կատարելու եք հաջորդիվ եւ մենք դադարեցնենք նկարահանումը, անցնենք հաջորդ փուլին։ Հիմա մենք պետք է պղպեղը կտրտենք, գազարը քերենք, տապակենք, որպեսզի այս մսի վրա ավելացնենք եւ ուղարկենք ջեռոց։ Շատ բարի։ Դե այդ դեպքում մենք կդադարեցնենք նկարահանումը, կվերադառնանք հաջորդ նոր գործողություններ ցուցադրելիս։ Այո։ Շնորհակալություն։
Ձիթապտուղը իդեպ բավական է արդեն։ Բավական է այսքանը։ Այո, այդքանը բավական է։ Կարող ենք անցնել բազիլիկի ու լոլիկներին։ Այո։ Բարի։ Իդեպ ինչի եմ սիրում այս վենետիկյան նավակները եւ մատուցման ձևն է շատ գեղեցիկ։ Եվ Պատրաստման համն է շատ լավ է եւ շատ արագ է պատրաստվում, այո։ Եթե իհարկե ես չեմ զեյթունը կտրտողը։ 4 մասի։ 4 մասի, այո։ Ես օգտագործեմ սլաբադա ձեթը։ Շնորհակալություն։ Անիրական տեմպով աշխատանքներ են ընթանում խոհանոցում։ Տապակվում է այս պահին գազարը, պղպեղը, դուք ընթացքում ավելացրեցիք նաև սխտոր։ Սխտորը, հիմա սունկն ենք ավելացնում։ Մի փոքր տապակվի։ Ես իրականում դեռ չեմ հասկացել, թե որ բաղադրիչները որ ուտեստի համար են, բայց համեստորեն սպասում եմ։ Ընթացքում ես որքանով որ կարողացա պատրաստեցի նաև աղցանը, իհարկե վերջնական տեսքով չի այս պահին։ Այո, մենք հիմա պղպեղը կկտրենք, կլցոնենք եւ արդեն վերջնական տեսքը կստանա։ Իսկ սա մսի վրա պետք է ավելացնենք։ Այո։ Հիմա համեմենք։ Ինչով ենք համեմում։ Աղ, սև պղպեղ։ Անուշ, այս ընթացքում դուք սկսեցիք նաև գործունեություն ծավալել որպես բլոգեր եւ հենց այդ բլոգեր լինելու ընթացքում էլ սկսեցիք բացահայտել մեր գյուղերը, մեր մարդկանց։ Այո։ Ինչը ձեզ մոտիվացրեց, որ սկսեք այդ գործունեությունը նույնպես։ Երբ տարիներ առաջ սկսեցինք ուղիղ եթերում խոհանոց վարել, արդեն ընկերներս ասում էին, դե լավ կլինի, որ մի էջ բացես ու էջում տեղադրես եւ մենք վերցնենք այդտեղից, որովհետեւ հավանում էր, մի մասը համտեսում էր, հավանում էր, մյուսը տեսնում էր, բայց չէր հասցնում համտեսել, եւ այդպես բացեցի անուշ լինի Instagram-յան էջը, որտեղ սկսեցի տեղադրել, բայց ես այդպես հոգով սրտով բլոգեր չեմ։ Ուղղակի ես ինչ տեսնում եմ, ինչ պատրաստում եմ համեղ, հասցնում եմ պատրաստել, տեղադրում եմ, իսկ եթե ոչ, ապա իմ տեսանյութերի հետ կապված որոշ բաներ այդպես կարճ ավելի տարբերակով տեղադրում ենք էջում։ Մարդիկ մուտք գործելով ձեր սոցիալական էջեր, ինչ կարող են գտնել այնտեղ։ Հիմա արդեն կարող են տեսնել եւ Հայաստանի հետ կապված տարբեր այնինչ պատրաստում եմ հանրայինում, որ եթերը հեռարձակվում գյուղերի մասին, այսինքն ավանդույթների, հատկապես խոհանոցի հետ կապված, այդ ամենը կարող են գտնել եւ շատ հետաքրքիր տեսարժան վայրեր ենք բացահայտում, Վահան, օրինակ վերջերս գյուղի անունը Բուժական գյուղում Թեհենյան վանական համալիր կար։ Թեհենյան Թեղենյաց կներեք։ Թեղենիս, այսինքն այդ հատվածում կարծում եմ, կամ հիմա կգուգլենք, կիմանանք։ Թեղենյաց վանական համալիր, եթե չեմ սխալվում, եւ շատ գեղեցիկ էր ու հետաքրքիր էներգետիկա կար այդտեղ։ Ինձ համար նաեւ բացահայտում է նմանատիպ վայրերը ու այդ ամենը նաեւ տեղադրում եմ բլոգում։ Հիմա մենք ավելացնենք մսի վրա Պանիրը կդնենք եւ կուղարկենք ջեռոց։ Որքան ժամանակ պետք է, որ այն լիարժեք պատրաստ լինի։ Լիարժեք մոտավորապես 20 րոպե կարծում եմ։ Այդ ընթացքում մենք կհասնենք եւս 18 բան պատրաստել, որովհետեւ այն տեմպը, որը որ ձեզ մոտ է, վստահ եմ, որ հնարավորություն կունենանք։ Շատ հաճախ մեր ռեժիսորը ասում է, այնքան արագ է շարժվում, որ չեմ հասցնում տեսախցիկը փոխել։ Տեղաշարժել։ Այո։ Ես ինչ պետք է անեմ այս ընթացքում։ Կարող եք խառնել աղցանը, որը դուք արդեն բաղադրիչները կտրել եք, Վահան։ Առանց ձեթի, առանց որևէ համեմունքի, ընդամենը սա խառնեմ։ Այո, խառնեք, որովհետև այդտեղ ֆետա պանիրը քանի որ աղի է, լավ կլինի մենք ընդհանրապես չավելացնենք։ Հիշեցնեմ բաղադրիչները, որոնք մենք օգտագործել ենք՝ ձիթապտուղ, չերի տեսակի լոլիկ, բազիլիկ եւ ֆետա պանիր, ճիշտ է։ Այո։ Ուրիշ որևէ բան ընթացքում չավելացավ։ Եվ պղպեղ։ Հիմա պղպեղի մեջ կդնենք։ Մենք այստեղ նաև պանիրը կավելացնենք։ Անուշ, ես վստահ եմ, որ ես սա ուղղակի փչացնելու եմ եւ ինձ մոտ չի ստացվելու խառնել այնպես, ինչպես դուք կուզեիք։ Դրսից դեպի կենտրոն խոհարարներն են սովորեցել։ Իդեպ մենք չխոսեցինք, այո, այդ մասին, ես խոհարարների հետ եմ շատ աշխատում ու մի ժամանակ մինչև ավանդական խոհանոցի անդրադառնալը գնում էինք տարբեր ռեստորաններ եւ նկարում էինք խոհարարներին եւ նրանցից շատ բան եմ սովորել ու հիմա մենք կպատրաստենք մի նախուտեստ, որը կոչվում է դոլիվա, էլի մեր խոհարարներից մեկի բաղադրատոմսն է, շատ համեղ է
Եվ վստահ եմ դուք էլ կհավանաք։ Դոլիվա, կարծում եմ այդտեղ պետք է լինի նաև ձիթապտուղ։ Այո։ Բառը հուշում էր։ Անուշ, որպեսզի լիարժեք եւ վերջնական չփչացնեմ եսա, կխնդրեմ, դնեմ այստեղ դուք հետո, եթե ցանկություն կունենաք շտկումներ կատարելու, ինքներդ կանեք։ Անպայման, հիմա պղպեղը կկտրենք, բայց ասեմ, որ դուք խառնեցիք այնպես, ինչպես խոհարարներն էին սովորեցրել, դրսից դեպի կենտրոն եւ ընդհանրապես չճզմվեց բաղադրիչը։ Շնորհակալություն Գովեստի խոսքերի համար։ Այնպես որ ամեն ինչ ճիշտ էր։ Ձեր երեխաների ամենասիրելի ուտեստը, որը դուք պատրաստում եք կամ մարդիկ Հենց այս մեկը։ Հենց այդ մեկը։ Սա էլ սիրում են, այո, հիմնականում սիրում են այնինչ պատրաստում են։ Դուք օգտագործում եք ցանկացած մթերք, այսինքն չկան մթերքներ, որոնք բացառում եք ձեր բաղադրատոմսերում կամ ընդհանրապես որպես ձեզ համար օգտագործելի մթերքներ։ Չկա այդպիսի բաղադրիչ։ Բայց կազմվածքի մասին չենք մոռանում նաև ընթացքում։ Բացարձակ չենք մտածում, որովհետև լավ գեներ ունեմ ու ինձ չի խանգարում ոչինչ։ Ես նախանձից մեռա հենց այս պահին, բայց ոչինչ։ Նույնիսկ շատ հաճախ դրա մասին խոսում են միշտ։ Ինչպես է հաջողվում այդպես նիհար մնալ, բայց խնդիր չունեմ։ Այսինքն դիետաներ Բացարձակ, հակառակը, ես շատ սիրում եմ շոկոլադ։ Շատ եմ սիրում շոկոլադ, դառը շոկոլադ։ Դե դառը շոկոլադը գոնե մի փոքր քիչ շաքար է իր մեջ պարունակում։ Բայց ես ինձ չեմ զրկում բացարձակ քաղցրից։ Ես չգիտեմ ինչ ասել, ընդհանրապես լռեմ երևի թե եւ անցնենք առաջ։ Ինչի համար ենք սա կտրատում, հիշեցնենք։ Հիմա նայեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Շատ։ Դուք պետք է լցոնեք նավակների մեջ եւ պատրաստ է մեր աղցանը։ Վենետիկյան նավակը պատրաստ է։ Այո։ Շատ հետաքրքիր։ Ահա, վերջ պատրաստ է աղցանը։ Այո։ Լավ։ Ոնց ուտում եմ ու չեմ չաղանում։ Հա։ Այս ոնց է լինում տենց, բայց ինչի՞ է դա։ Նույնիսկ ես խնդիր եմ ունեցել շատ հաճախ մի փոքր գիրանալու չէր ստացվում։ Մաղթում եմ, որ ձեր կյանքի ամենամեծ խնդիրը միշտ լինի դա։ Վայ, Վահան ջան, թող լինի դա ամենամեծ խնդիրը։ Եվ իմ խնդիրը միշտ լինի դա։ Շարունակում ենք գործել խոհանոցում, ես արդեն ձգտում եմ դեպի ոսկե մեդալի ձիթապտղի կտրատման, իդեպ շատ հետաքրքիր ձև ասեցիք, որ պետք է կտրատել։ Այո, դա մեր խոհարար Սարգիսն է այդպես սովորեցրել։ Սկզբում ճզմում ենք։ Այո։ Ես առաջարկում եմ այս աղցանի անունը հենց հիմա որոշել եւ այն կնքել պզպզ, որովհետեւ ամբողջությամբ պզում է ինձ վրա ձիթապտղի ջուրը։ Անուշ, ինչ ենք անում, ինչ գործողություն կա հաջորդիվ եւ ինչ ենք պատրաստում։ Քանի որ պատրաստում ենք նախուտեստ, մենք կավելացնենք այստեղ ամբողջը կպատրաստենք ու չորահացիկներ եզրին կդնենք։ Դրա համար անհրաժեշտ է լավաշը կտրել, որ համեմ էլ դնել ջեռոցում։ Որպեսզի տապակվի։ Անուշ իհարկե խոստացել է, որ պետք է խոսենք կրթությունից, բայց քանի որ ժամանակը չի ներում, պետք է խնդրեմ կրկին դադարեցնենք նկարահանումները եւ վերադառնանք այս նախուտեստը վերջնական պատրաստելու ժամանակ։ Այո։ Հիմա շարունակենք։ Շարունակենք, այո։ Հիմա ավելացնում ենք կրեմ պանիրը։ Ափսեի մեջ եւ քամած մածունը նույն քանակությամբ։ Ահա։ Հայկական կրեմ պանիր։ Պարտադիր չէ, գյուղից բերած կրեմ պանիր։ Մածունը գյուղից բերված է քամած։ Հիմա կխառնենք մի լավ։ Ափսոս, որ չխոսեցինք իհարկե կրթության մասին, որովհետև ես հասկանում եմ, որ շատ պրոֆեսիոնալ եք դուք մոտենում ես ամեն ինչին եւ ուսումնասիրած եք վստահաբար։ Այո։ Իսկ վերջին շրջանում շատ-շատերը ամեն ինչին մոտենում են ուղղակի մատների արանքով եւ վերաբերվում են հենց այդպես։ Ես ասեմ նույնիսկ երբ ինչ-որ ուտեստ պիտի պատրաստեմ, որը որ մի քիչ ավելի բարդ է, եթե ուղիղ եթերում պիտի պատրաստեմ, ես մի հատ տանը պատրաստում եմ, անպայման որպեսզի վարժվեմ, ավելի վարժ լինեմ ինձ համար, այսպես հարթ ընթանա ամեն ինչը։ Պետք է մի հատ պատրաստեմ նոր, որովհետև շատ կարևոր է եւ իհարկե համը հասկանալ, ինչ ես ներկայացնում։ Եվ հմտորեն պետք է այդ ամենը անես։ Բայց միշտ դու ես ընտրում ինչ պետքա պատրաստես, թե ասում են ինչ պետքա պատրաստես։ Ես եմ ընտրում, դե հիմա ինչքան բաղադրատոմսեր չկան, Վահան, որ կարող եք դուք էլ նայել, ուղղակի այդպես միանգամից պատրաստեք, բայց ես փորձում եմ իմ քիմքին հարմարեցնել եւ ասեմ, որ մարդկանց դուր է գալիս այն համը, որ ես եմ ընտրում։
Շատ լավ, շատ բարի, շնորհակալություն։ Այստեղ հիմա կավելացնենք նաև կիտրոնի կեղև։ Նույնիսկ։ Այո։ Լիքը բան մնաց գախտնի էլի, տենց է ստացվում։ Եվ կիտրոնի կեղևը շատ էսպես յուրահատուկ թարմ համ է տալիս։ Հերիք չի։ Բավական է։ Մենք դա պետք է տապակենք հիմա շատ արագ, ընդամենը մի քանի րոպե արևածաղկի յուղ ենք ավելացնում, հազրեվարդ ենք ավելացնում, իդեպ գիտեիր, հայկական հազրեվարդը այսպես նորից խոհարարներից եմ սովորել, նախ պետք է այսպես անել, որպեսզի բույրը մի քիչ ավելի տարածվի, արտահայտիչ դառնա, այո։ Եվ ուղղակի այսպես մեկ ճյուղը դնում ենք արևածաղկի յուղի մեջ, համը կտա եւ կարող ենք հանել։ Այդ ընթացքում հայկական կիտրոնը պետք է քերենք։ Հայկական։ Այո, Հայաստանում աճած։ Այդպիսի բան էլ կա։ Այո։ Չգիտեի, որ այդքան լայն տարածում ունի, ինձ թվաց, ասենք, տանը ունեք լիմոնի ծառ եւ կարելի է մի հատ վերցնել եւ քերել կեղևը։ Փողոցում երեք տեսա մի պապիկ վաճառում էր, ասում էր հայկական կիտրոն, ասի դա հենց այսօրվա համար է։ Հասկացա։ Եվ վերցրեցի ու իսկապես բույրը զգում ես, ինչ ուրիշ է։ Ծիրանաբույր ստացվեց էլի կիտրոնը։ Եվ հիմա պետք է տապակենք մի երկու։ Ես սա վերջացրեցի, խնդրում եմ տվեք իմ դիպլոմը։ Դու շատ ընտիր, մեր Սարգիսի պես կտրեցիր ամենը։ Շնորհակալություն, խնդրում եմ նշեք ինչ է անհրաժեշտ անել եւ ավարտենք այս ընթացքը։ Մեզ անհրաժեշտ է տապակել ձիթապտուղը, ավելացնել ափսեի վրա եւ չորահացիկները կպատրաստենք ու արդեն մեր միսն էլ կարծես թե պատրաստ է։ Իդեպ Անուշ, մնաց բրինձը եւ այդպես էլ չհասկացա հավի մսի համար համեմունքը ինչ է անում այդտեղ։ Դա Ժոզեֆինա Աղցյանի համար է, մենք արագ կտապակենք հավի կրծքամիսը այս համեմունքով եւ բանջարեղենի վրա կտեղավորենք։ Դա կմնա ցավոք սրտի կադրից դուրս, բայց վերջում մենք համտեսելու հնարավորություն կունենանք։ Սա արդեն վերցնենք ու Շնորհակալություն։ Ձիթապտուղը ավելացնենք։ Բարի։ Անուշ, ի վերջո այսօր քանի բան պատրաստեցինք, ես չեմ հասցրել հասկանալ, դու չեմ ասում։ Իսկապես դեռ 3-ը Եվ քանիսն է սպասվում։ Եվս մեկը, անկեղծ ասած, ես միշտ մտածում եմ, որ կարող է քիչ լինել ու երբ որ հյուր են գալիս ու աղցաններ ես ընդհանրապես շատ եմ սիրում, երբ որ հյուր են գալիս, ասում եմ լավ էս մի աղցանն էլ ավելացնեմ, այն մյուսն էլ ավելացնեմ ու միշտ տենց վերջում 7 տեսակի աղցան, 5 տեսակի կարող է լինել, մի քիչ շատ եմ։ Դե հարևանների հետ էլ մտերիմ եք, կարող եք ասել գան միանալ մեզ, եթե ցանկություն կունենան իհարկե։ Կհարցնենք։ Լավ, տվեք իմ զաֆրանով թեյը խնդրում։ Այո, զաֆրանով թեյը մի հատ տեսեք ինչ գույն։ Հրաշալի։ Անտիր։ Տեսեք ինչ դեղին է։ Շնորհակալություն։ Ցուցադրեցինք 2.5 ուտեստի պատրաստում, բայց մի ամբողջ հարսանիքի հյուրերի կարելի է գոհացնել, Անուշ, սկսենք ինչպես է։ Դոլիվա։ Անուն մտածել եք այս ամենի համար։ Դոլիվա, հենց անունը այդպես է։ Ավելացավ ընթացքում նաև չորահացերը եւ լոլիկի ճիրը։ Ճիրը, այո։ Այնուհետև որպես խավարդ մատուցված է խաշած բրինձը համեմով եւ կիտրոնի հյութով համեմված։ Այն ստեղծագործությունը խնդրում եմ։ Ժոզեֆինա, որը պատրաստված է հազարի տերևով, պղպեղ, լոլիկ, կիտրոնով իհարկե ցողեցինք եւ ավելացրեցինք հավի կրծքամիսը տապակված։ Եվ ձեր իսկ ձեռքերով պատրաստված հրաշալի փախլավա, որը մենք հնարավորություն ունեցանք համտեսելու։ Եվ գինի առանց որևէ գովազդի, ինչ գինի է սա։ Վերջերս նկարահանման էի Արենի քարանձավում եւ ինձ տվեցին այս գինին նվեր, որովհետեւ այն յուրահատուկ է ինչով, որ պատրաստված է վայրի խաղողից եւ հնձանը, որ գտել են ամենահին, փաստորեն այնտեղ հայտնաբերված կորիզները հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հենց վայրի խաղողից են նախկինում պատրաստել գինի եւ ամեն դեպքում այդ հենց Արենիում պատրաստվել են այդպես։ Եվ այդ գինին նվիրեցին մեզ։ Հասկանալի է։ Ցանկացա, որպեսզի այսօր հենց բացենք ու Դե, մեզ բարի ախորժակ, շնորհակալություն այս ամենը արարելու համար։ Փորձենք հասկանանք ինչպիսի համ ունի վայրի խաղողի գինին։ Այո։ Ընտիր։
Եվ կոմպոտը նույնպես դուք եք պատրաստել։ Այո, ես ընդհանրապես ոչ մի այսպես գազավորված ըմպելիք մենք չենք խմում, տանը ոչ մի նմանատիպ ըմպելիքներ ոչ մեկը չի խմում, միայն բնական հյութեր։ Հրաշալի է եւ գովելի։ Սկսենք համտեսել։ Այո, ես հյուրասիրեմ ձեզ։ Շնորհակալություն։ Սկսում ենք մսից։ Դե իհարկե։ Շնորհակալություն։ Ընդհանրապես աղցանից են սկսում։ Բայց չէ, այս դեպքում կարծում եմ բավականին պայքարել ենք մսի համար, ճիշտ կլինի մսից սկսելը, շնորհակալություն։ Խնդրեմ։ Ես անկեղծ կարծիք եմ ասելու բնականաբար։ Ես սպասում եմ միայն անկեղծ կարծիքի։ Եվ այսպես։ Գուցե մի փոքր աղ է այն չլինի։ Ամեն բան ավելի քան լավ է Անուշ։ Անուշ լինի այդ դեպքում։ Շնորհակալություն կրկին բարեախորժակ։ Ես այլևս լռում եմ եւ անցնում եմ ուտելուն։ Անուշ լինի։ Անուշ լինին ո՞րն է։ Շատ անուշ լինի, շատ լավն է։ Համեղը։ Ընտիր։ Դե լավ է։ Փաստորեն սրա համար են մարդիկ հատուկ ձեր տուն գալիս։ Ընդհանրապես, հա, այդ որ պատրաստում եմ, բոլորը շատ հավանում են ու հատկապես տոնական օրերին, տենց ավանդական քյուֆտ, հա, չգիտեմ, մի քիչ փորձում եմ տարբերվել, այս կոնկրետ ուտեստը որ պատրաստում եմ, շատ են հավանում։ Ստացվեց, ընտիր։ Բրինձն է փորձի, մեկ էլ Հապուկ, համով։ Հյուրասիրեմ։ Հա, սենց չաղանում ենք այսօր լավ։ Չէ, այնպիսի ուտեստներ չեն, որ շատ չաղանալու։ Բայց sense որ շարունակվի կչաղանանք ինձ թվում է։ Անուշ, ընտիր։ Իրոք որ Անուշ լինի եղավ, էլի։ Անուշ, շնորհակալություն բազմաբովանդակ զրույցի համար եւ տարատեսակ համային բացահայտումների համար։ Իրոք ապշած եմ եւ շատ տպավորված։ Անուշ լինի, հուսամ, որ էլի կհամենակ մի օր առանց տեսախցիկների։ Սիրով, շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Դե ինչ, ընդհանրապես երբ հյուրեր են գալիս մեր տուն, ես շատ ուրախ եմ լինում եւ գոհ եմ լինում, երբ իրենք գոհունակ են հեռանում մեր տնից։ Հուսամ, որ Դավիթն ու Վահանը հենց այդպես գոհել ու կուշտ հեռացան մեր տնից։ Իսկ ձեզ խորհուրդ կտամ հետևել Անուշ լինի ֆուդբլոգին ու հետաքրքիր բացահայտումներ անել ոչ միայն Խոհանոցում, այլև Հայաստանով մեկ։ Բայց ինչի միայն Անուշ լինի բլոգին, բա որ մնաց չէին սպասումը։ Մի հատ արի էդ էլ խնդրում եմ, ասա մարդկանց թող իմանան։ Անպայման չէին սպասումը, որ չլիներ Անուշ լինի մասին, շատ շատերը չէին իմանա, չէ։ Պայմանավորվեցինք ու գնացինք։ Գնացինք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.